հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից, նախ կարևորը համառոտ։ Գիշերը ձերբակալել են հայրենի կուսակցության գլխավոր քարտուղարին և կուսակցության մեկ այլ անդամի, որն է մեղադրանքը։ Մերկասառույց համայն քայլափոխի քաղաքացիները դժգոհ են, փողոցներն ու մայթերը աղ ավազով պատշաճ չեն մշակվում, ով է պատասխանատուն։ Թրամփը բարկացած է, ԱՄՆ նախագահը խիստ քննադատել է Պուտինի նստավայրի վրա հարձակումը։ 1 ժամ 15 րոպե, Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի հիմնական թեման ռուս-ուկրաինական պատերազմն է եղել։ Քիչ առաջ Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են գլխավոր դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի գործով։ Հրավիրվածների թվում են Սաղաթելյանի կինը, հայրը, մայրը և ազգականները։ Իսկ գիշերը հերթական աղմկահարույց ձերբակալությունն է տեղի ունեցել։ Կեսգիշերին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են հայրենի կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Տեղեկությունը հայտնել է նրա պաշտպան Սոս Հակոբյանը։ Տեղեկությունը առաջինը իմացել են կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից։ Նա գրել էր, որ անհայտ պատճառներով խուզարկություն է իրականացվում Գալստյանի բնակարանում։ Իսկ հայրենի կուսակցության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը մեծ զրույցում ասել է, որ ձերբակալել են նաև Աղաշապատի համամասնական ընտրությունների ցուցակի երկրորդ համար Արամ Քոչարյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանել է, որ Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը կապ ունի Վաղաշապատում նոյեմբերի 16-ին անցկացված ավականու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու գործի հետ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։ Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ տնային կալանքը։ Նախօրեին կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս 2 անձ, այդ թվում նշված կուսակցության գլխավոր քարտուղարը։ Սակայն մայրաքաղաքում օրեր շարունակ քննարկվում է մեկ այլ խնդիր՝ էլեկտրամատակարարման խափանումը։ 3 օր առանց լույսի մնացած Էրեբունի վարչական շրջանը և Վարդաշեն ենթակայանից ծնվող մի շարք հասցեներ կեսգիշերին վերջապես լուսավորվեցին։ Վարդաշեն ենթակայանում բռնկված հրդեհից հետո հոսանքազրկված տարածքներում էլեկտրամատակարարման վերականգնումը մի քանի անգամ հետաձգվել էր։ Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սկզբում խոստացել էր հոսանքը վերականգնել երեկոյան ժամը 22-ին, սակայն ժամկետը փոխվեց և խոստացված ժամկետից շատ ավելի ուշ վերականգնվեց։ Ինչպես անցան այս 3 օրերը առանց լույսի, ինչ դժվարություններ ու սպասումներ ունեին բնակիչները, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Շատ դժգոհ ենք, իմ բաքսին փչացել էր, կանչել եմ հատուկ վարպետ է եկել, սարքելա գնացելա, որ ասենք Ռոմանոս Պետրոսյանն է վճարելու մեր, մի անգամից անջատեցին։ Էրեբունու բնակիչները զայրացած են, երկրորդ օրն է վարչական շրջանում լույս չկա, ամանորի շեմին մարդիկ շվարել են, չեն հասկանում, ինչպես լուծել կենցաղային խնդիրները։ Այրվել է վարչական շրջանի գլխավոր ենթակայանը 3992 ուղղությամբ առանց հոսանքի թողնելով 120,000 բնակիչ ունեցող շրջանին։ Այստեղ առաջնային խնդիրը դա պետական վերահսկողության խնդիրն է։ Հասարակությունը մեր հեծին, հասարակությունը գնահատական է տալիս հեծին, այդ թվում մենք, բայց բոլորը մտնում են, որ հեծը հաշվետու է հանրային ծառայությունները կարգավորող անձնաժողովին։ Եվ ըստ էության բոլոր գնահատումները եւս պետք է իրականացնի լիազոր մարմինը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնախումբը, որ պիտի վերահսկեր հեծի աշխատանքները, մեր հարցերն այս փուլում անպատասխան թողեց, հորդորելով գրավոր հարցում ուղարկել։ Պիպոյանն ասում է, այս կառույցը պարտավոր է պարզել վթարի պատճառները, հստակեցներ դրա հետքերը վերացնելու խելամիտ ժամկետներն ու ներկայացներ հանրությանը։ Վթարի պատճառն էր։ Օրինակ, եթե վճարի պատճառները եւ վթարի չափ, ինչքան մեղավորություն ուներ հեծը, ինչը չէր արել։ Սա կարևոր գնահատական է։ Երկրորդ, վթարի չափը եւ այդ չափով պայմանավորված իրատեսականությունը վերականգնելու։ Օրինակ, եթե ճիշտ աշխատանքները կազմակերպել հնարավոր էր 12 ժամում, թե այդուհանդերձ 24 ժամը առավելագույն ժամկետներ, թե
Այդուհանդերձ այնքան ժամանակ, ինչքան ժամանակ որքան որ տևում է, պատկերացրեցիք դրանից առանց հնարավոր չէր անել։ Այս ամենը տեղի չի ունեցել, ավելին պետական պատասխանատու կառույցներից որևէ ներկայացուցիչ կամ պաշտոնյա չի գնացել դեպքի վայր, տեղում պարզելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը։ Սա, ըստ Պիպոյանի, նրանց վերաբերմունքն է բնակիչներին։ Կարող են գոնե ձևական գնալ, նկարահանվել, ցույց տալ, որ անհանգստանում են, ու հետո գնալ երկել բարելու, բայց անգամ այդ ձևական բաները չարեցին։ Էրեբունիում ամանորյա տրամադրությունը լույսի հետ անհետացել է։ Միացրած են միայն Էրեբունի մոլի լույսերը։ Տարածքում մնացած խանութների տերերը փորձել են փրկել իրավիճակը, բայց բնակիչները նույնն անել չեն կարողացել։ Լույս ունեք։ Ոչ, Ինչքան ժամանակ։ ոնց որ 3 առաջ օրվանից Ինչ կենցաղային խնդիրներ է ստեղծում։ լույս չունենալը ամեն խնդիր է ստեղծում է լույսը։ 2 օր էլի։ Բա ինչով եք ջեռուցում տունը։ Ինչով կարա ջեռուցես, ոչ մի բան էլ չկա ջեռուցել։ Մենք 3 առաջ օրվանից իրիկունը ժամը 12-ի կողմերից չունենք։ Իսկ ինչ խնդիրներ է ստեղծել։ Հələ հայտնի չի։ Տունը կարողանում եք ջեռուցել։ Չէ, ոնց ջեռուցենք, եթե հոսանք չկա։ Չէ, չեն ջեռուցում։ Կենցաղային ինչ դժվարություններ են առաջացնում։ Դե աղջիկ ջան, որ չասեմ եք դուք պետք է հասկանաք, որ լույս չլինի, ոնց կարող է պրոբլեմներ չլինի։ Տանը օրինակ մանկահասակ երեխա կա։ Այ մենք քիչ ենք ընտանիքով, 3 հոգի։ Նոր հենց այդ էի մտածում, ասում եմ բազմազավակ բնակարաններում հիմա ինչ է կատարվում։ 2 օր արդեն Իսկ ինչ կենցաղային խնդիրներ են առաջացել։ դեվ հալում ա եղածը, Տունը ինչպես եք ջեռուցում։ դե բաքսի ա, բայց որ չկա, փոքր երեխա է կա տանը, Բա ինչ եք անում։ ինչ անենք, մի կերպ, Նախ որ ցուրտ է, տունը չի տակացվում, բացի դրանից գազը կա, գոնե գազով մի կերպ կարողանում ենք ջաշ պատրաստել, ջուրը կա, գազը կա, հոսանք չկա։ Խոստացել են, որ այսօր երեկոյան կտամ, բայց չգիտեմ կլինի թե չէ։ Տանը փոքր երեխա կամ ծեր։ Չէ, տան փոքր երեխա ունենք, շատ փոքր չի, 3 դասան, բայց մի 2-3 շոր ավել հագնում ենք, որ այդ տականակ չմրսենք։ ոչ մի բան չենք կարում անենք, Ինչպես եք ջեռուցում տունը։ ոչ մի բան չկա, գազի աչքը վառել են, պլիտեն, կողքնյան տականում ա ու վերջ։ 3-րդ օրն է։ Ինչպես կարելի է մոտենալ ամանորյա մանավանդ այս օրերին։ Ամբողջ մթերքը փչանում է, ով է պատասխան տալու։ Իսկ կենցաղային այլ ինչ բարդություններ կա, օրինակ տունը ինչով եք ջեռուցում։ Պլիտայով։ Սառնամանիքին ադյալերով փաթաթված նստած ենք։ Սա խնդիր չի, որ մարդկանց այսպես տանջում են։ Հետի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը էրեբունցիներին խոստացել էր մինչև դեկտեմբերի 29-ը գիշերը ժամը 22:00-ում էլեկտրամատակարարումը վերականգնվելու է, սակայն վարչական շրջանում դրա մատակարարումը վերականգնվել է լուսադեմին եւ մասամբ։ Դեկտեմբերի 30-ի դրությամբ Էրեբունիում հոսանքն ամբողջությամբ չի վերականգնվել։ Պաշտոնապես հրապարակված է, բարբերաբար թարմացում է տեղեկատվությունը։ Այս պահին ավելին չեմ կարող ասել, որովհետև ես այս գործընթացի մեջ արդեն 38-40 ժամ մխրճված եմ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք։ Շնորհակալություն։ Շատ բարի, պարոն Պետրոսյան, միայն մի հարց էլի, նշված է էջում, որ ժամը 10-ին վերականգնվելու է ամբողջությամբ, իրատեսական է թե ոչ։ Այո, մեր գնահատմամբ այդ ժամին արդեն մենք ամբողջական պատրաստ կլինենք անջատված բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնելու։ Անշուշտ գրել ենք, դա մեր առաջնային գնահատականն է ու ամեն ինչ անենք, որ այս ժամը պահենք բնականաբար։ Ով է պատասխանատու մարդկանց վնասված տեխնիկայի համար, ինչու նախապես չի փոխարինվել հին ու մաշված համակարգը։ Հարցերի հասցեատերը ՀՑԿՀ-ն է, որը դեռ չի արձագանքել միջադեպին։ Սեդա Մակարյան, Նորայր Հակոբյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Սակայն քաղաքային առօրյայի խնդիրները դրանով չեն ավարտվում։ Երևանում քայլելը դարձել է վտանգավոր, մայթերն ու բակային տարածքները պատված են մերկասառույցով, իսկ փողոց հասնելը շատերի համար վերածվել է փորձության։ Քաղաքացիների դժգոհությունները համընկել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տարեվերջյան ասուլիսի հետ։ Քաղաքային խնդիրների եւ իշխանությունների պարզաբանումների մասին Անի Աբաղյանի ռեպորտաժում։ 70-ամյա Լևոն Պապն աշխատանքի գնալու ճանապարհին ընկել է բակի մերկասառույցի վրա։ Ոչ մի աշխատանք չեն կատարում։
Մենա, արեք գնանք մեր բակը ցույց տամ։ Սառած էր, ոչ մի հատ բան չեն ցանում, ոչ մի բան չկա։ Ոչ բակը մաքրող են տեսել, ոչ էլ աղցանող։ Այսօր Արևն էլ որոշել է դուրս չգալ։ Լավ է պրծել Լևոն Պապը։ Վնասվածք չի ստացել։ Երևանի բնակիչները կարճ արտահայտություններով են բնութագրում քաղաքի վիճակը։ Վայ, ահավոր։ Վտանգավոր է, շատ վտանգավոր է։ Որոշ չափով, հա, որոշ չափով, բայց հələ մեկ օր է, հələ սենց վիճակներ չեմ սիրում, որ մնում է։ Ոչ մի բան չեն, այսինքն կարելի են շատ քիչ, մայթերը հատկապես։ Ինձ համար լավ է, չգիտեմ, ոչինչ, հարմար։ Ժանում եմ պատասխանել, բայց ավելի շատ տեղեր մերկասառույց կա, քան մերկասառույցը մաքրված է։ Մասամբ, հիմնականում ոչ։ Մեզ ճանապարհին հանդիպած անցորդներից մեկն ասում է. բակի աստիճաններին մոտենալ հնարավոր չէ, իսկ մայթով քայլելու համար հավասարակշռությունը պահելու հատուկ հնարքներ պետք է սովորել։ Հենց բակերում ամենավատն է, չեմ ասում է սելետնի շենքերը, այլ մի քիչ օրինակ աստիճանների վրա սարսափելի, օրինակ այսօր աստիճաններով իջնում է, ինձ թվում էր վիզս կջարդեմ, չէ շատ աղավարավիճակ է հարցով։ Բայց կենտրոնում, որտեղ իրենց աչքը տեսնում է, լավ են մաքրել։ Սա էլ մի ուրիշ քաղաքացի է նկատում։ Կենտրոնում մաքուր է, բայց ծայրամասերում նայեք, չկա կենտրոնը իրանց աչքի դեմն է կմաքրեն, բայց դե մնացած։ Ինչու է քաղաքում այս վիճակը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեր հարցին ի պատասխան նշել է, տեղումներից հետո 59 տեխնիկա են գործարկել, 1500 տոննա աղցանել։ Անանցանելի ճանապարհ որպես այդպիսին չկա, եւ իրականում մենք պետք է նաեւ արձանագրենք, որ մեր հարային հատվածում, մեր բիզնես հատվածում գործընկերները նույնպես ավականու կանոններով ունեն պարտավորություն մայթերի մաքրման առումով։ Բայց ով պետք է վերահսկի, որ մայթեզրին, խանութ, հանրային օբյեկտներ ունեցողները կատարեն իրենց պարտավորությունը։ Ուղիղ իրենց պարտականությունն է։ Բակերի հատվածում ունեն պարտականություններ, համատիրությունները, մենք իհարկե մեր առաջնային խնդիրը, Երևանի քաղաքապետարանը իր արժև դրված առաջնային խնդիրը, իր առաջնային պարտավորությունը իրականացրել է։ Իսկ եթե չեն մաքրում եւ մարդիկ ընկնում են բակերում, մայթերում մերկասառույցի պատճառով անվճար բուժօգնություն ստանում են, առողջապահության նախարարության մամուլի խոսնակը մեծ զրույցում նշեց, վնասվածքի աստիճանից է կախված։ Էմերջենսի ծառայությունը գործում է պետական պատվերի շրջանակում։ Վիրահատական հատվածը սոցխմբերին պետպատվերով, տեղաշարժով ոսկրային կոտրվածքը համավճարային սկզբունքով։ Այսինքն անհետաձգելի բուժօգնության բաժինը սպասարկում է անվճար։ Ծառայությունների մեջ են մտնում հոդախախտի եւ ոսկրի թեթև կոտրվածքի դեպքերը։ Ձյունը գալիս է դանդաղ, իսկ մայրաքաղաքի բակերից ձյունը հեռացվում է կրկնակի դանդաղ։ Քաղաքապետարանից ուղարկված աղին ու բահին են սպասում բնակիչները։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բարդ է վիճակը նաև հանրապետության ավտոճանապարհներին։ Ջերմուկի Խաչմերուկից մինչև Զանգեր կոչվող հատվածը, Նորավան, Լծեն Տաթև, Շինուհայր Տաթև Կապան, Քաջարան Մեղրի, Վանաձոր Դիլիջան ճանապարհները եւ Վարդենյանց Լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշեն, Զանգակատուն եւ Ելփին, Եղեգնաձոր Վայք ճանապարհները դժվարանցանելի են, իսկ Թթուջուր Նավուր ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տեսակի մեքենաների համար։ Մյուս միջպետական եւ հանրապետական ճանապարհները հիմնականում բաց են։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Միջազգային լրահոսից։ Հեռախոսով խոսել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի տեղեկացմամբ զրույցը տևել է 1 ժամ 15 րոպե եւ խոսակցության հիմնական թեման եղել է ռուս-ուկրաինական պատերազմը։ Քննարկել են նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահականի վրա ուկրաինական ԱՏՍ-ների հարձակման միջադեպը։ Պուտինը նշել է, որ այդ հարձակումը անպատասխան չի մնալու։ Թրամփը իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրթիռներ չի տրամադրել Ուկրաինային եւ ընդգծել Կիևի գործողությունները կարող են ազդել Վաշինգտոնի մոտեցումների վրա Զելենսկիի հետ աշխատանքի հարցում։
Նախ Թրամփ-Պուտին հեռախոսազրույց, ապա Թրամփ-Զելենսկի հանդիպում Մայամիում։ Լավատեսական հայտարարություններին զուգահեռ հարցականի տակ է մնում Դոնբասի հարցը։ Ինչ են քննարկել Մայամիում կողմերը, կհաջողվի տարին ամփոփել եւ 2025-ում թողնել եւս մեկ հակամարտության էջ, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Թրամփ-Պուտին հեռախոսազրույց, ապա Թրամփ-Զելենսկի հանդիպում։ 2026 թվականը կարող է ազդարարվել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության դադարով։ Համենայն դեպս Թրամփը բանակցությունները գերազանց համարեց եւ հայտարարեց. հակամարտությունը կամ կավարտվի, կամ դեռ երկար կշարունակվի։ Ես խնդիր չունեմ Ուկրաինա այցելելու հետ, եթե դա կօգնի ավարտել այս պատերազմը։ Իսկ Զելենսկին բանակցություններից հետո հայտարարեց, որ 20 կետանոց գործարքի 90%-ը համաձայնեցված է։ Կոնսենսուս կա նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում։ Ինչ է հուշում Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշում է մի հետաքրքիր օրինաչափություն։ Թրամփի բոլոր հանդիպումները հրաշալի են, երբ ինքն է նկարագրում արդյունքները, իսկ իրականում ոչ Թրամփը, ոչ Պուտինը դեռ չեն կարող ասել, թե ինչ ելք կունենան այս հանդիպումները։ Իրենց խոսքերով 90%-ից ավելի հարցերի շուրջ համաձայնություն եղել է, սակայն դեռ գլխավոր հարցը տարածքային հարցերի շուրջ համաձայնություն դեռևս չկա եւ պետք է հասկանալ, որ այդ ամեն ինչ միայն Զելենսկիից կախված չի, հա, ինքը չի կարող միայնակ որոշի, թե Ուկրաինայի որ տարածքները ում հանձնի կամ որտեղ գտնվում են ուկրաինական զորքերը հետ քաշվեն եւ դա զիջի Ռուսաստանը, ինչ որ առումով դա նշանակում է, որ ինքը ճանաչում է այդ տարածքները ռուսական։ Քաղաքագետը կարծում է, որ Զելենսկու համար շատ ավելի հեշտ կլիներ Դոնբասը հանձնել ռազմի դաշտում պարտություն կրելով, քան պարզապես զորքերը հետ քաշելով։ Եթե ինչ-որ համաձայնության կան, դեռ միանշանակ չի, թե այն ռազմական հրամանատարները եւ ազգայնականները, որոնք ճակատից վերադառնան, արդյոք կընդունեն այդ համաձայնագիրը, թե չեն ընդունել։ Մոտավորապես նման process-ով անցել է Հայաստանը։ Քաղաքագետ Թևան Պողոսյանն էլ կարծում է, որ հանդիպումներն ու բանակցությունները դեռևս չեն հուշում պատերազմի ավարտի մասին։ Կարծում եմ, որ պատերազմի ավարտը մոտենալու է հանդիպումների կամ ռապորտային խոսակցությունների հիման վրա։ Պատերազմի ավարտը մոտենում է, երբ որ որևէ մի կողմը համարում է, որ իր շահերը բավարարել է ռազմական գործողություններով։ Իրականում դադարում են պատերազմները, թե իմիտացիա է ստեղծվում, որ աշխարհի թեժ կետերում լռում են զենքերը։ Թևան Պողոսյանը հակված է երկրորդ տարբերակին։ Իսկ այդու կոնֆլիկտները լուծված են, օրինակ Գազայում հիմա Իսրայելը չի կրակում, Ադրբեջանը հիմա ճնշումներ չի օգտագործում, դեռ մնացած են Կամբոջան բանը, մնացածները ինքները կարող լավ հետևեք։ Միգուցե ամերիկյան կողմի համար հակամարտությունը ավարտվի, իրենց շահերը բավարարելով։ Քաղաքագետները կարծում են, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եւ երբ կբավարարվեն Ռուսաստանի պահանջները։ Եթե Պուտինը ստանա այն, ինչ Կրեմլի շահերն են թելադրում, ապա հնարավոր է հարաբերականորեն կայունություն հաստատել, իսկ եթե ոչ, ապա հակամարտությունը կերկարաձգվի։ Ամեն դեպքում պատերազմի դադարեցումը մեկ օրվա գործ չէ, ինչպես նշում է Թրամփը։ Բանակցությունները շարունակվում են։ Պուտին-Թրամփ հաջորդ հեռախոսազրույցն էլ կկայանա շատ մոտ ապագայում։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։ Իսկ Ֆլորիդայում Թրամփը ընդունել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Մար-a-Լագո կալվածքում կայացած հանդիպման օրակարգում եղել են Գազայի հատվածի ապագան, նաև Հեզբոլլահի եւ Իրանի կողմից պահպանվող սպառնալիքները։ Միջազգային մյուս զարգացումները Անահիտ Սարգսյանն է ամփոփել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի տեղեկացմամբ Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո տեղի ունեցած Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 15 րոպե։ Հիմնական թեման ծավալվել է Ռուսաստանի Դաշնության նախագահականի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման միջադեպի շուրջ։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Կիևի հարձակումը նախագահական նստավայրի վրա անպատասխան չի մնա։ Թրամփն էլ հայտնել է, որ իր վարչակազմը հրթիռներ չի տրամադրել Ուկրաինային։ Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացիների 85%-ը խաղաղություն է ուզում, եւ նույն ժամանակ 85%-ը դեմ է Դոնբասից դուրս գալուն։
Կենտրոնական հետախուզական վարչությունն անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Վենեսուելայի ափամերձ հատվածում գտնվող նավահանգստային օբյեկտին։ Թրամփն ուղղակիորեն չի հաստատել հարձակումը, բայց դեկտեմբերի 26-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Միացյալ Նահանգները ոչնչացրել է խոշոր օբյեկտ, որտեղ նավեր են մտնում։ Սա առաջին հայտնի դեպքն է, երբ Միացյալ Նահանգները հարվածում է Վենեսուելայի ներսում թիրախի։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է հակահաբեկչական գործողության շրջանակում 110 կասկածյալի ձերբակալման մասին։ Նրանցից շատերն ահաբեկչական հարձակումներ էին պլանավորել Նոր տարվա տոներին։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է Եմենում ռազմական գործողություն սկսելու մասին հարավային անցումային խորհրդի կողմից Ալ-Մուքալա նավահանգստի գրավումից հետո։ Հայտարարության մեջ կոչ է արվում քաղաքացիական բնակչությանը լքել նավահանգստի տարածքը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC Media-ի ամանորյա թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։